Ապրիլի 7-ին Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոցը հանդես եկավ դպրոցի սաների աշխատանքների գարնանային ցուցահանդեսով, նվիրված մայրության եւ գեղեցկության տոնին եւ կանանց միամսյակին։ Ցուցահանդեսին ներկայ են դպրոցի սաների ծնողները, Սևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պատասխանատու աշխատակիցներ, արվեստի դպրոցի ուսուցիչներ։ Երեխաների աշխատանքներում գույների հրավառություն էր, մայրության եւ գեղեցկության տոնին բնորոշ լուծումներով ու պատկերներով։ Ցուցահանդեսում կարելի էր տեսնել աշխատանքներ, որոնք պատրաստել են ինչպես միջին դպրոցի աշակերտները, այնպես էլ ամենափոքրերը։ Կարևորը բոլորը սիրով էին պատրաստված, նշեց տնօրեն Հասմիկ Խանդանյանը։ Աշակերտները պատրաստվել են մեծ սիրով, ցուցասրահում պատկերված նկարներից բարձ երևում է, որ երեխաները լուծել են պատկերեն իրենց հիմնական մայրիկներին, ուսուցիչներին դիմանկարներով։ Ցուցահանդեսին մասնակցել են հիմնականում բոլոր խմբերը, նկարչական աշխատանքներ ունենք, ձեռքի աշխատանքներ ունենք եւ օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել մեր կանանց, մայրերին, քույրերին այս հրաշք հրաշալի տոնի արդիվ։ Ցանկանում եմ առողջ լինեն եւ մեր երկրի խաղաղություն լինի, որ իրանք էլ ավելի երջանիկ ապրեն։ Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոցում սովորում են շուրջ 350 աշակերտներ եւ այդ թիվը գնալով ավելանում է։ Արվեստի դպրոցի խմբակներում ավելացել է տղաների թիվը։ Ուրախալին եմ փաստն է, որ տղաների հոսքը շատացել է մեր մոտ, թե նկարչական խմբակներում, թե լեզուներում, օտար լեզուներում, թե քանդակագործության բաժնում, ազգային խոհանոցում։ Արվեստի դպրոցում գործում են ասեղնագործության, դիզայնի, թատրոնի, նկարչության, կիրառական զարդարվեստի, գեղարվեստական մոդելավորման, մաքրամեի, հելունագործության, գոբելենի եւ այլ խմբակներ։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանեսյան, Սևանի Ստիլ 1 հեռուստաընկերություն, Գեղամահոր։